Տիկին Խանդոյան, ձեր որդին պատրաստվում է Ծաղկահովուտի համայնքի ընտրություններին մասնակցել, այդպիսի ցանկություն է հայտնել, սակայն ինչպես ինքը երեկ հայտարարություն էր տարածել, ինչ-ինչ պատճառներով խոչընդոտվում է, գրանցման ընթացակարգը խոչընդոտվում է։ Սրան ինչպես եք վերաբերում եւ ձեր կարծիքով ձեր որդին բանտից ինչ կարող է անել, համայնքի համար։ Ինքը ուզում է, որ այս գյուղում գյուղապետի թեկնածությունը դնի։ Բայց թե ոստիկանությունը թուղթը, որն որ պետք է դի ներկայացնեն, ցկցկում են, որ չեղյալ համարեն, որ ինքը չընտրվի։ Թուղթը չեն տալիս փաստորեն։ Ժամանակ են շահում, որ չընտրվի։ Դե մի ով է իրանց կարկադրել, ոնց է եղել, ոնց այդ ես տեղյակ չեմ։ Սրանում տեսնում եմ, որ ինչ որ ոստիկանությունը կամ ասենք ղեկավարությունը իրանց բաներով չեն ուզում, որ Արայիկը հանկարծ այդտեղից դուրս գա կամ ասենք թեկնածությունը դնի։ Գյուղում իրան պաշտում են, շատ սիրում են, բայց վախենում են ոստիկանությունից կամ որևիցե բանից, որ ասենք աշխատանքից զրկել է, ես ինչ գիտեմ, հարցեր կան, որ վախենում են, ոչ մի բան չեն անում։ Ամեն ձևի, որ երեխեն, որ ասենք բանակում ծառայել են, առաջին իրան են բաներել, որ Արայիկ երեխես ես ինչ վիճակում է, դու պետք է օգնես, կամ ասենք օդպուսկ բերես, կամ ասենք ծնողն է հիվանդ եղել, որ ինքը բերի։ Ինչ երեխա, որ նեղության մեջ եղել է, ինքը հասել է ամեն ինչով։ Իրա նկարը այնտեղ Ղարաբաղի բոլոր չաստերի ճակատներին խփված է, որ ինքը հերոս է եղել այնտեղ, բոլորն իրան սիրել են այդ նկարը։ Լաչինի գրաման ժամանակ ա եղել, հետո ինքը բոլոր տեղերին Ղարաբաղ ինչքան գյուղ կա, ինչքան տարածք կա, ինքը այդ բոլոր մարտերին մասնակից ա եղել իր եղբայրների հետ։ Հիմա ինչու այս քայլին գնաց եւ քանի որ նաեւ իր թեկնածությունն է առաջադրել, համայնքի համար կոնկրետ ինչ գործողություններ կարող է անել, որ ներկայիս համայնքապետը, համայնքի ղեկավարը չի կատարում, Համայնքի ղեկավարը չէ, էդի ոստիկանների գործն է, համայնքի ղեկավարը իրանց շատ սիրում է, հարգում է, այնտեղ կանչել են երևի ինչ որ ինքը սխալ մունք ա եղել, որ ստիպել են ստորագրելը, թե չէ համայնքի ղեկավարն է։ Նկատի ունեք Արարատ Խանդոյանի գործում վկայություն տալու մասով, Հա, էդի շփոթվել է, իսկ ինչ մնում է Արայիկիս համար, Արայիկիս անուն ամբողջ աշխարհն է թնդում։ Ամբողջ աշխարհը, ես չգիտեմ Արայիկս այդ գործողությունները մենք ոչ իմացել ենք, թե ինչ է եղնելու կամ ինչ է անելու։ Ինքը Երևանում աշխատում էր, ինձ իրանք ասում են, թե Արայիկս այնտեղ աշխատում է, տնից դուրս գնաց շատ տխուր էր, դիլխոր։ Հենց այդ հողերի հանձնման հարցով ինքը իմացել, երևի գնացել է։ Ինքը մի շաբաթ երկուս գնացել էր, բայց ինձ ոչ մի բան չէին ասում։ Ասում էր հանկարծ մամայից չասեք, մամաս կվադանա, մաման մեռներ էլիշ մամա։ Այդտեղ որ եղնում են ընկերներով բոլորը, չգիտեմ, ոչ իրանք զենք են ունեցել ոչ մի բան, թե ոնց են կազմակերպել, ինչ ա եղել, ոչ մի բանից տեղյակ չենք։ Ինքը այդ քայլին չէր գնա, եթե չլսեր, որ հողերը հետ են հանձնում։ Ինչ էր ասում հայրենի նաև գյուղի մասին, ընդհանրապես մեր Արցախի մասին, Հայաստանի բոլորը գիտեն, որ ամուր կարճած էր, հայրենի նաև գյուղին։ Ինքը համ գյուղին էր կարճած, այո, համ էլ այդ հողերի համար ինքն ասում է Ղարաբաղը իմ էությունն է։ Ինքը Ղարաբաղին ավելի շատ է նվիրված եղել, որովհետև այդ ամբողջ տարածքների գրավմանը ինքը բոլորից առաջինն է եղել, նույնիսկ այս քառորյա պատերազմին առաջինն էլի իրանք եղբայրներով են եղել, բոլոր կադրները կա, կարակ սայթերով բացեք նայեք, ամեն առաջինն էլի իրանք են գնացել։ Այդ քառորյա պատերազմի 120 զոհերի համար մի հատ մեր նախագահը ցավակցություն չհայտնեց, Չինաստանին է ցավակցություն հայտնում։ Մի ոստիկանի համար, որ իրանք իրար մեջ են արել, թե ոնց են արել, նրան ցավակցում է, բոլորին դարձրել են, չգիտեմ, ինչ են ասում։ Տիկին Ռիմա, երբ ձեզ հետ զրուցում ենք, դուք միշտ խոսում եք երկրում տիրող անարդարության վերաբերյալ, միշտ խոսում եք փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ։ Հիմա էլ ինչ փոփոխություններ են պետք, եւ այդ փոփոխությունները պետք է սկսեն ձեր համայնքում։ Այն են, որ ժողովուրդը շատերը աղքատության մեջ են։ Իրանց գոյությունը պաշտպանում են, ասենք իրանց հողերը մշակում են, մի կերպ իրանց յուլա են տանում կամ ասենք թոշակներով, աշխատանք չկա, ոչ մի բան չկա։
Այդ ամեն արտարությունը, որ ասենք ղեկավարները իրանք իրար մեջ ամեն ինչ արել են, բայց ժողովուրդը մնացել է ողորմելի վիճակի։ Որ այդ ոստիկաններին ասում են կսենց չունենցա։ Ես հանձինս ասում եմ, որ այդքան ոստիկան, որ ժողովրդի շատ էին ցույցերի մեջ, ժողովրդին այդպես կոտորելով տանում էին, ինչ որ դեղեր էին օգտագործում, ես ինչ գիտեմ ինչ էին անում այդ ծարի թաղի այդ բաները, որ ցույց էին տանում, նայում մենք ահավոր էր։ Քաղաքացիական հակոստով հարձակում էին ժողովրդի վրա, խփեցին իրանց ոստիկաններից երկուսին խփին սպանին, մեկը իր բարեկամն տեղահեղնեմ ասում թե դե իրան հրաման են տալում, դե ոստիկան է, ոնց կլինի որ չներկայանա։ Հենց մեքենայի մեջը խփին սպանեցին։ Ըստ ձեզ առաջնային ինչ փոփոխություններ են պետքա նախ ձեր համայնքում, հետո նաև ընդհանրապես, հա։ Մեր համայնքում հլա առայժմս ես ոչինչ չգիտեմ, որպեսզի ժողովուրդն իմանան, որ իսկական ղեկավար կա։ Մենակ իրանց համար չեղնին, իրանց թալանի հետևից չնին։ Բոլորն էլ այդ են մտածում, ասենք հիմա ես գյուղապետերի համար ոչ մի բան չեմ կարող ասեմ։ Այդ խեղճտեղին տարել են օրինակ ստիպել են, որ պետք է եսի ստորա գրես։ Ներկայիս գյուղապետն էլա, նախկին գյուղապետն էլա, նախկին գյուղապետի տղան էլա, չգիտեմ թե ովքեր են դրել, կան մի քանի հոգի, բայց արդեն որ իմանում են Արայիկը դրելա, երևի թե իրանք հրաժարվին, որ սենք Արայիկը եղնի։ Բայց թե հենց էդի հարցը։ Այսինքն ըստ ձեզ եթե լիազորագիրը տրվի, ձեր որդին ընտրվելու շանսերը մեծ են, հա, ձեր որդուն ընտրվելու։ Շատ մեծ են, որովհետև գյուղը պաշտում են։ Ուղղակի վախից ոչ մի բան չեն անում։ Բոլորն էլ սիրում են, մեծից փոքր։ Ամբողջ աշխարհն է սիրում։ Իսկ որտեղ որ նայես հանգարց հայցերում Արայիկի նկարը մայկեկի վրա իրանք հակած ցույց են անում, որ մենք Արայիկն ենք։